Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ։ Այցի շրջանակում իրականացվել է այց ներքին գործերի նախարարության, ոստիկանության, ՀՈՎԳ, Մուշի, Բաշնի ձերբակալվածների պահման վայր։ Հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը եւ իրավունքների ապահովման վիճակը։ Ազատությունից զրկված անձանց հետ կայացել են առանձնազրույցներ, որոնց բովանդակությունը խորհրդատվական է եւ հրապարակման ենթակա չէ։ Աշխատանքային այցի ընթացքում Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։ Հաճախ եմ մարզեր այցելում եւ հիմնական նպատակը քաղաքացիների հետ անձամբ շփվելն է, նրանց խնդիրները անձամբ տեսնելն է, քանի որ մի բան է, որ գրասենյակում նստած պարզապես կարդում ես մարդկանց հարցերի, խնդիրների մասին, մեկ այլ բան է, երբ ինքդ տեղում ես տեսնում այն խնդիրները, որոնք ուզում են քաղաքացիներին եւ նաեւ տեսնում ես հենց քաղաքացիներին իրենց խնդիրների հետ այն միջավայրում, որտեղ իրենք ապրում են, եւ դա է պատճառը, որ մարզեր չափազանց հաճախ եմ այցելում։ Վաղուց նախատեսել էի այց ունենալ նաև Շիրակի մարզի մի քանի բնակավայրեր եւ այսօրվա մեր ամասիա հետո Աշոց կատարվելիք այցը հենց նպատակ ունի այս բնակավայրերում, այս համայնքներում խնդիրներին ծանոթանալը։ Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է բոլոր մարմինների պատշաճ գործակցությունը, ընդգծելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել այն համակարգերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա։ Թեև բնակավայրերի մեծ մասում եւս այս պահին աշխատանքներ իրականացվում են հանրային տրանսպորտի խնդիրները լուծելու համար, բայց մի շարք բնակավայրերում կամ բնակավայրերի միջև կապը ապահովելու համար հանրային տրանսպորտ չկա եւ իրապես անհրաժեշտ է շատ մեծ ուշադրություն դարձնել այս հարցերին։ Շատ կարևոր է զբաղվածության հետ կապված խնդիրը, որը հատկապես տարբեր բնակավայրերում, հատկապես նաև գյուղական բնակավայրերում, սահմանամերձ բնակավայրերում անընդհատ են արձանագրում, ինչի պատճառով շատ դեպքերում քաղաքացիները պարզապես լքում են իրենց բնակավայրերը եւ պետությունը եւ բոլոր իրավասու մարմինները իրապես շատ մեծ ուշադրություն պետք է դարձնեն քաղաքացիների զբաղվածության խնդիրները լուծելու հարցերին։ Այցի շրջանակներում պաշտպանն այցելել է Ամասիա եւ Աշոց համայնքներ։ Ամասիայում տեղի ունեցել հանդիպում համայնքի ղեկավար Ջեմա Հարությունյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են համայնքային մակարդակում առկա խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։ Ամասիայում պաշտպանն այցելել է մանկապարտեզ, մարզամշակութային կենտրոն եւ գրադարան, տեղում ծանոթանալով դրանց գործունեությանն ու պայմաններին։ Անահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել Ամասիա եւ Աշոց համայնքի բնակիչների, այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Քննարկումների ընթացքում բարձրացվել են համայնքային եւ սոցիալական տարբեր խնդիրներ՝ կրթության, զբաղվածության, հանրային տրանսպորտի, ճանապարհաշինության, նաեւ պետական եւ համայնքային ծառայությունների մատչելիության հետ կապված։ Ամասիայում առանձնահատուկ ընդգծվել են անձնագրային ծառայությունների հասանելիության խնդիրները, Աշոցքում ճանապարհաշինության հետ կապված առանձին հարցեր։ Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրվում են բազմաբնույթ խնդիրներ, որոնց լուծման համար առաջնային է արդյունավետ գործակցությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների իրացման պատշաճ համակարգի ապահովումը կարևոր պայման է արդար եւ հարգալից հասարակություն կառուցելու համար, նշել է Անահիտ Մանասյանը։ Բավականին մեծ քանակությամբ դիմումներ ենք ստանում, այդ թվում Գյումրիից հիմնական հարցերը սոցիալ-տնտեսական, բնակարանային ապահովության բնակավարներին են վերաբերում շատ նաև հասկանալի պատճառներով, այդ թվում աղետի գոտի լինելու եւ այլ հանգամանքներով պայմանավորված, բայց բնականաբար շատ կարևոր է նկատի ունենալ, որ Գյումրիում մենք ունենք նաև խնամքի, երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոններ, հաստատություններ եւ այս առումով էլ թե իմ այցերն են բավականին հաճախ տեղի ունենում, թե նաև մենք այս առումով տարբեր դիմումներ, բողոքներ հնդածը ստանում ենք։ Մարդու իրավունքների պաշտպանի Հայաստանի մարզեր իրականացվող աշխատանքային այցերը կրում են շարունակական բնույթ եւ նպատակ ունեն տեղում ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, արձանագրել առկա խնդիրներն ու խթանել դրանց արդյունավետ լուծման գործընթացը։ Այցի արդյունքները կամփոփվեն եւ արձանագրված խնդիրների կապակցությամբ պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։